Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Ապրիլի 1-ին Մոսկվայում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը, մի շարք հարցեր են քննարկել, բայց մինչև դրանց անդրադառնալ առհասարակ ինչպես ես գնահատում այս հանդիպումը եւ որոնք են այդ առանցքային թեմաները, որոնց արժի անդրադառնալ։ Կարծում եմ հանդիպման առանցքային թեման Հայաստանի երկաթգծային համակարգի ապագան էր։ Մենք գիտենք, որ վերջի շաբաթների ընթացքում այս խոսակցությունները այս թեմայով ակտիվացել էին, նույնիսկ թողարկում էինք նվիրել այդ թեմային։ Մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ սա կապված է ընդհանուր ապաշրջափակման գործընթացի հետ եւ ԵՄ ներգրավվածության այս գործընթացում։ Եվրամիությունը Ադրբեջանի հետ համաձայնության էր եկել վերջերս, որ աջակցելու է Բաքվին Նախիջևանի երկաթգծային համակարգի վերականգնման հարցում, բայց Բրյուսելը ունի նախապայման, որ այդ աջակցության դեպքում այդ երկաթգծային համակարգը պետք է կապվի նաև Հայաստանի երասխի հատվածով, եւ խնդիրը հենց այստեղ է, որովհետեւ ադրբեջանցիները, ես կարծում եմ նաև եվրոպացիները ունեն այն մտավախությունը, որ քանի որ Հայաստանի երկաթգծային համակարգը վերահսկվում է ռուսական երկաթգծերի կողմից, ՌԺԴ-ի կողմից, որը գտնվում է ռուսական եվրոպական պատժամիջոցների տակ 2022-ի մարտից սկսած, սա կարող է խնդիր լինել իրավական առումով, այսինքն Եվրամիության համար կարող է խնդիր լինել, եւ դա է պատճառը, ինչու Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում բավականին ակտիվ խոսում են այն մասին, որ պետք է այդ վերահսկողությունը փոխանցել ինչ որ այլ երրորդ կողմին, որը ունի բարեկամական հարաբերություններ եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ։ Վերջին շրջանում մասնավորապես խոսում է ղազախական վերահսկողության վերաբերյալ եւ ֆոնը այս էր այցի եւ նույնիսկ միջև այցը ռուսաստանցի տարբեր պաշտոնյաներ խոսում էին այն մասին, որ Մոսկվան չի պատրաստում հրաժարվել այդ վերահսկողությունից, մասնավորապես Ռուսաստանի տրանսպորտի նախարար այդպիսի հայտարարություն արեց եւ այն հանգամանքը, որ հանդիպման հրապարակային հատվածում Պուտինը հենց սկսեց տնտեսական փոխգործակցության մասին խոսելով, սա ինչ-որ նոր բան չէ, մշտապես քննարկվում է առևտրաշրջանառությունը եւ տնտեսական կապերի զարգացումը, բայց այն մանրակրկիտ բնույթը այդ մեկնաբանությունների իհարկե ակնարկ էր այն մասին, որ մենք ունենք տնտեսական լծակներ, որոնք կարող ենք օգտագործել, մասնավորապես երբ նա խոսում էր նույն Հայաստանի արտահանման կառուցվածքի մասին դեպի Ռուսաստան, գյուղատնտեսական ապրանքների ծավալի մասին եւ այլն, սա նույնիսկ այդ պահին ակնհայտ էր, որ վատ քողարկված ինչ-որ սպառնալիք է Հայաստանի նկատմամբ։ Սա ակնհայտ դարձավ հաջորդ օրը, երբ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը 10-ին լայնածավալ հարցազրույց տվեց եւ այդ հարցազրույցի մեջ արդեն ուղիղ տեքստով մեծաշոր սպառնաց Հայաստանին, որ եթե ինչ-որ կարմիր գծեր հատեք, մենք կիրառելու ենք այս բոլոր գործիքակազմերը, հիմնական այդ հարցազրույցի առանցքում եւս երկաթգծի թեմաներ, բայց նաեւ ատոմակայանի, ԵՄ հետ հարաբերությունների հարցը, ԵԱՏՄ անդամակցությունը եւ այլն։ Այսինքն ռուսաստանցի պաշտոնյաները դիվերսիֆիկացիայի այս գործընթացի մեկնարկից սկսած առաջին անգամ կարծես թե պատրաստ են կամ առնվազն սպառնում են ավելի կոշտ գործիքակազմ կիրառել Հայաստանի նկատմամբ եւ սա կարծում եմ շատ կարևոր պահ է հայ-ռուսական հարաբերություններում, որովհետեւ մենք նախկինում այսպիսի բաց տեքստով, ուղիղ տեքստով սպառնալիքներ այդ պաշտոնյաներից չենք լսում։ Դիվերսիֆիկացիայի մասին նշեցիր, բայց դա նոր գործընթաց չէ եւ Ռուսաստանը դրա մասին շատ լավ գիտի, ինչու է հենց հիմա հատկապես կոշտ արձագանքում։ Այո, սա կարծում եմ կարևոր հարց է, որովհետեւ վերջին 2-3 տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ Հայաստանը փորձում էր նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից տարբեր հարցերում, բայց այն քայլերը, որոնք ձեռնարկվում էին, ավելի շատ սիմվոլիկ բնույթ ունեին։ Կարող ենք հիշել Զվարթնոցից եւ հայ-ադրբեջանական սահմաններից սահմանապահների, ռուս սահմանապահների դուրսբերումը հայ-իրանական եւ հայ-թուրքական անցակետում, հայկական սահմանապահների, հայ սահմանապահների տեղակայումը հապկում, անդամակցության սառեցումը ռազմատեխնիկական ոլորտում, համագործակցության նվազեցումը, ինչպես նաև ռազմական համագործակցության ոլորտում, օրինակ վերջին 3-4 տարվա ընթացքում 2022-ից սկսած հայ-ռուսական որևէ զորավարժություն օրինակ տեղի չունեցել, բայց այս բոլոր հարցերը ուղղությունները չնայած
իհարկե քայլեր էին դեպի դիվերսիֆիկացիա, բայց ինչպես արդեն նշեցի, ավելի սիմվոլիկ բնույթ ունեն, այսինքն չէին հարվածում ռուսական ազդեցության այն հիմնական ռեսուրսներին ու լուծակներին, որոնք գոյություն ունեին Հայաստանում։ Հայաստանը իհարկե կարողացել է այս սիմվոլիկ քայլերը կոպիտ ասած վաճառել արևմուտքում, դրա փոխարեն ստանալով ինչ որ դիվիդենդներ, օրինակ ռազմատեխնիկական համագործակցություն նույն Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ, չգիտեմ, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ հարաբերություններ, բայց պրակտիկ առումով ռուսական շահերին, ռուսական վերահսկողությանը կառուցվածքային կախվածության ոլորտում իրական քայլեր մեծ հաշվով մենք չենք տեսել, ավելին ասենք, որ այս տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը նույն Ռուսաստանի հետ բավականին լուրջ աճ է ապրել, 2023 թվականին հասել էր իր պիկին, գագաթնակետին, հասնելով 11 միլիարդի, նախորդ տարի 6 միլիարդի շրջանում էր, ինչը կրկին համեմատելով 2022-ի 21-ի տվյալների հետ հսկայական աճ է, եւ նաեւ այս առևտրաշրջանառության աճի շնորհիվ երկար ժամանակ կար այնպիսի տեսակետ, այդ թվում նաև ես էի հայտնում այդ տեսակետը եւ կարծում եմ դա ինչ որ չափով ճիշտ տեսակետ էր, որ քանի որ հիմա կախվածությունը ավելի շատ փոխադարձ է, այսինքն Ռուսաստանը եւս ունի Հայաստանի կարիքն ու անհրաժեշտություն օրինակ իր առևտուրը դիվերսիֆիկացնելու հարցում այլ երկրների հետ առևտուր անելու համար, դա է նաև պատճառը, ինչու մինչ այսօր մեծ հաշվով շատ լուրջ կոշտ արձագանք մենք չենք տեսել այս քայլերին, բայց երկաթգծի հարցը իհարկե ռազմավարական նշանակության հարց է Ռուսաստանի համար, եթե Ռուսաստանը կորցնում է վերահսկողությունը Հայաստանի երկաթգծային համակարգի նկատմամբ, դա կարող է ընդհանուր առմամբ վտանգել իր ներգրավվածությունը ողջ ապաշրջափակման գործընթացում, պարզ է որ Ռուսաստանը այսպես կամ այնպես ներգրաված լինելու է, որովհետև խոշոր շուկա է Հայաստանի հետ առևտրային բավականին լուրջ կապեր ունի, բայց վերահսկողության տեսանկյունից իհարկե մի իրավիճակ է, երբ օրինակ թրիփը գործարկվում է եւ հետագայում թրիփը Նախիջևանի տարածքով կապվում է Երասխի հետ կամ չգիտեմ Իրանի հետ կապն է ապահովում Նախիջևանի տարածքում ու թրիփից բացի Հայաստանի երկաթգծային համակարգը վերահսկում է Ռուսաստանի կողմից եւ այլ իրավիճակ, երբ Ռուսաստանը ոչինչ չի վերահսկում։ Եվ սա է պատճառը, ինչու մենք ունենք այսպիսի բավականին բաց ուղիղ տեքստով արձագանք սպառնալիք հենց այդ ամենը իրականացնելու համար։ Իսկ այդ տեքստային սպառնալիքները արդյոք ինչ որ գործնական տեսքել են արդեն ստացել եւ Հայաստանը այս դեպքում ինչ տարբերակներ ունի եւ ինչ կարող է անել, եթե փորձեն կանխատեսել։ Այո, հանդիպումից հետո մենք արդեն տեսնում ենք, որ Ռուսաստանը որոշակի արդեն ազդակները հղում նաեւ պրակտիկ գործնական մակարդակում, Ռուսաստանի այդ համապատասխան մարմինը, որը զբաղվում է այդ հարցերով, որոշակի պատժամիջոցներ արդեն սկսել է կիրառել հայկական բիզնեսի նկատմամբ, եթե չեմ սխալվում, Պրոշյանի կոնյակի գործարանի նկատմամբ լիցենզիայի հետ կապված խնդիրներ կան, ստանդարտների հետ կապված խնդիրներ կան։ Ռուսական շուկան ընդհանուր առմամբ հայ գործարարների համար ձեռնտուր է նաև այն առումով, որ ստանդարտների հարցին շատ մեծ ուշադրություն չէր դարձնում եւ մեծ հաշվով ամեն որակի ապրանք հնարավոր էր վաճառել այդ շուկայում, բայց Ռուսաստանը մշտապես այդ ստանդարտների հարցը կիրառում է որպես քաղաքական գործիք։ Մենք հիշում ենք այս նույն իրավիճակը Վրաստանի հետ հարաբերություններում, Մոլդովայի, ժամանակին Ուկրաինայի, այսինքն սա քաղաքական մահակ է, որը հարկ եղած դեպքում օգտագործվում է։ Եվ առաջին այս ազդակները կան, նախկինում եւս հիշեցնեմ, որ կային, երբ ինչ որ պահերի լարսը փակվում էր եւ այլն, բայց դրանք շատ կարճատև ինչ որ գործողություններ էին։ Հիմա կարծես թե այս հայտարարություններին զուգահեռ նաեւ ինչ որ ազդակ է եղում։ Ինչ վերաբերում է Հայաստանի որոշումներին, ես ճիշտ ասած դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը այս իրավիճակում առաջ շարժվելու այդ պլանով դիվերսիֆիկացնել, ոչ թե դիվերսիֆիկացնել, այլ փոխանցել երկաթգծի կառավարումը այլ ընկերության հաշվի առնելով այս սպառնալիքները։ Իհարկե, վերջին տարիներին շատ էին խոսակցություններ այն մասին, որ կառուցվածքային կախվածությունը Ռուսաստանից պետք է նվազեցնենք, բայց կրկնվեմ, որ տնտեսական առևտրային ոլորտներում մենք որևէ էական փոփոխություն չենք տեսնում։ Շատ հարցերում ռուսական շուկան պարզապես այլ ընտրանք չունի եւ այս գործոնները իհարկե նաև սրան պետք է ավելացնել նաև գազի գնի վերաբերյալ սպառնալիքը, որը հնչեցվեց ինչպես Պուտինի, այնպես էլ Օվերչուկի կողմից, Պուտինի կողմից ավելի փակ ձևաչափով, ոչ թե փակ, այլ քողարկված ձևաչափով, Օվերչուկը ուղիղ տեքստով։ Այս իրավիճակում կարծում եմ
Հայաստանի իշխանությունները այնուամենայնիվ առաջ չեն շարժվելու այս օրակարգով։ Այստեղ նաև պետք է իմ կարծիքով մի շատ կարևոր հանգամանք արձանագրել։ Ես նկատել եմ, որ վերջին շաբաթվա ընթացքում այս քննարկումներում ինչ որ ռազմահայրենասիրական տոնայնություն է գերակայում։ Ընդհանուր այս հանդիպման մասին։ Այսինքն, այո, մարդիկ, ովքեր խոսում են ռիսկերի մասին, մեղադրվում են, որ ինչ որ ռուսական սպառնալիքները բերում են դաշտ, բայց սա իրականություն է, որի հետ մենք չենք կարող չառերեսվել։ Ունենք այն իրավիճակը, որը ունենք, եւ պարզապես ձևացնել, թե այս խնդիրը չկա, այս սպառնալիք չկա, նշել, որ այս սպառնալիքի մասին խոսելը ինչ որ ռուսական շահի սպասարկում է, սա իհարկե հիմարության գագաթնակետ է, որ առաջ է տարվում այս խոսույթները առաջ են տարվում որոշ ուժերի կողմից։ Ընդհանուր առմամբ պետք է հասկանալ, որ իհարկե այս գործոնները լրջագույն ազդեցություն են ունենալու եւ ես ճիշտն ասած չեմ կարծում, ինչպես արդեն նշեցի, որ Հայաստանի իշխանությունները ի վիճակի են լինելու անտեսել այս սպառնալիքները, ինչպես նաև այս գործոնները։ Հանդիպման ժամանակ բնականաբար խոսվել է նաև գալիք ընտրությունների մասին, հիմնական միտքը որ հնչել է այն էր, որ Մոսկվան ուզում է, որ որևէ խոչընդոտ չլինի ռուսամետ ուժերի մասնակցության հետ կապված, արդյոք այս հայտարարությունների եւ այս տեսակետերի տակ ինչ որ այլ ենթատեքստ էլ կա թե ոչ։ Արդյոք Ռուսաստանը ինչ որ նոր հնարավորություն է տեսնում ընտրություններից հետո կամ ընտրությունների միջոցով ավելի շատ ակտիվանալու։ Տես, կարծում եմ Պուտինի այս հայտարարությունը ամբողջականացրել է այն պատկերը, որը մենք ունեինք ընտրություններից առաջ, իսկ այդ պատկերը այն է, որ այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհաքաղաքականացված ընտրություններն են, երբ եւ ներքին բոլոր դերակատարները ունեն հստակ աշխարհաքաղաքական նախապատվություններ, իշխանությունը արևմուտքի հետ հարաբերությունների մերձեցման կողմնակից են, ընդդիմադիր հիմնական կուսակցություններն ու դաշինքները Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու կողմնակից են։ Մյուս կողմից էլ կան հիմնական արտաքին դերակատարներ, որոնք ինչ որ կերպ փորձում են աջակցել իրենց նախընտրելի ուժերին ու թեկնածուներին, Եվրամիություն, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստան։ Ռուսաստանի պարագայում կիրառվում է նաեւ արտաքին այդ ազդեցության գործիքակազմը ապատեգատվության կեղսլուրերի տարածման միջոցով, բայց նաև Պուտինի այս հայտարարությունը, ինչպես արդեն նշեցի, այս պատկերը ամբողջական է դարձնում։ Խոսքը բնականաբար գնում է Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժի մասին։ Մենք գիտենք, որ վերջին շրջանում կային խոսակցություններ կամ դեռևս կան, այդ թվում նաև հրապարակային դաշտում, որ այդ քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություններին կարող է արգելվի եւ նմանատիպ նախադեպ կար Մոլդովայում, երբ ընտրություններից մեկ օր առաջ պրոռուսական ուժերից մեկին արգելեցին մասնակցել ընտրություններին եւ այդ ուղերձը առաջին հերթին այս սցենարին է վերաբերում։ Բայց նորմալ է նման հայտարարություններ անել, արդյոք դա միջամտություն է համարվում թե ոչ։ Բնականաբար միջամտություն է, այսինքն ես դժվար եմ պատկերացնում, որ օրինակ նույն Ռուսաստանը նորմալ ընդուներ, եթե ինչ որ այլ երկիր իր ներքին գործընթացների վերաբերյալ, այդ թվում նաև ընտրական գործընթացների վերաբերյալ նմանատիպ հայտարարություններ, ավելին ասեմ, տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ հենց արևմուտքին էին մեղադրում, որ այդպիսի գործելավոճ կա Ռուսաստանի նկատմամբ։ Հետո Զախարովան իհարկե ավելի բացեց այդ հայտարարությունը, նշելով, որ ոչ թե խառնվում ենք ներքին գործերին, այլ ուղղակի մեր բարեկամական հարաբերությունները հաշվի առնելով կամ հետագա համագործակցության։ Դե բնականաբար, այսինքն բոլոր դերակատարներն էլ, ովքեր հիմա խառնվում են Հայաստանի ներքին գործերին, այս կամ այն կերպ բնականաբար դա չեն ներկայացնում որպես միջամտություն։ Այդ միջամտության տարբեր ձևեր կան, հիմա ռուսների ձևն էլ սա է, բայց չեմ կարծում, թե կա լուրջ մտայնություն Մոսկվայում, որ նմանատիպ հայտարարություններով կարող են ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Չնայած հետևելով որոշ մեկնաբանների, որոնք նաև ակտիվորեն լուսաբանում են Ռուսաստանի նախագահի գործունեությունը, օրինակ նույն Անդրեյ Կոլեսնիկովը, ով տարիներ շարունակ Կոմերսանտում լուսաբանում է հենց Ռուսաստանի նախագահի գործունեությունը, նաև գրքեր է գրել Պուտինի մասին, այդ հոդվածը օրինակ Կոմերսանտի հանդիպման վերաբերյալ ընթերցելով ստեղծում է տպավորություն, որ Ռուսաստանում չեն հասկանում, որ հիմա 2013 թվականը չէ, երբ բոլոր դերակատարները ցանկանում էին Ռուսաստանի աջակցությունն ու կոպիտ ասած դաբրոն ունենալ, Ռուսաստանի վարկանիշը բավականին լուրջ անկում է ապրել Հայաստանում, հատկապես վերջին տարիներին տեղի ունեցած այդ անվտանգային խնդիրների եւ աղետների պատճառով Հայաստանի դեմ հարձակումներ, էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում ռուսների ներկայությամբ եւ այլն,
Եվ միգուցե նաև դա է պատճառը, ինչու այս աջակցությունը այսպիսի հրապարակային տեսք է ստանում, որովհետև նրանց կարծիքով միգուցե դա օգնում է այդ ուժերին։ Իրականում ես կարծում եմ, որ դա կարող է նույնիսկ վնասել այդ ուժերին, որովհետև այդ մեղադրանքը մշտապես եղել է, որ նրանք Ռուսաստանի շահերն են սպասարկում, պրոռուսական են եւ այլն։ Այսինքն այստեղ կարող է ունենանք մի իրավիճակ, որ իրավիճակի եւ առկա իրողությունների ճիշտ գնահատականն էլ չեն ի վիճակի տալ եւ դա է պատճառը, ինչու այսպիսի հայտարարություններ են անում։ Շնորհակալ եմ, Տիգրան։ Ես եմ շնորհակալ։